շնորհակալ եմ Աստծուց իր այն ողորմության համար, բժշկության համար, որ բուժեց ինձ։ Ուրեմն ինչ հիվանդությունների մոտ 2024 թվականի վերջին ես մի հատ հիվանդություն տարա, որովայնի ամբողջ որովայնս պրիստուպների մեջ էր։ Ու անցած տարի էլի 3 անգամ կրկնվավ էդի մոտ 2 շաբաթ էր տևում, ու ջերմությունս էր բարձրանում, մինչև 39-ը, այդպես ոտի վրա անցկացնում էի։ Անցած տարի հոկտեմբերի վերջին նույն հիվանդությունով հիվանդացա, բայց այս անգամ արդեն ավելի բարդ էր։ Այն կարգի բարդ էր, որ չէի դիմանում էլ ցավերին, ու ունեցել, որ մարմնիս կեսը ձախ կողմը լրիվ սառում էր, իսկ աջ կողմը տաք էր։ Ճարատված գնացի հիվանդանոց արդեն, բժշկի, Միքայելյան հիվանդանոց, հետազոտեցին, պարզվա, որ խնդիրներ կար իմ մոտ, ստամոքսի հետ կապված, դեղապարկի հետ կապված, հայցախի հետ, մի խոսքով շատ խնդիրներ ունեի, բայց բժիշկները էլի չէին հասկանում, ինչն է խնդիրը, սուր պրիստուպներ կար, ահա որ ավտոն ընկներ ասել լատոկ, չէի դիմանում, այդ կարգի պրիստուպներ էր մոտս։ Մի խոսքով դեղ նշանակեցին, կուրս ասեցին բերեք, սկսեք ստեղից։ 14 օր, օրը 15 կոճակ պետք է խմեի ու դիետա պետք է պահեի, իրանց ասած։ Դեղերը ընդունում եմ ու զգում եմ, որ ես էթալով ավելի եմ վատանում, ավելի օրորի վատանում եմ։ Կուրսը վերջացավ, մի քանի օր հետո գնացի բժշկի, ասի, որ ես սենց արդեն շատ եմ վատանում, անգամ ցավազրկող դեղերը զույգ եմ խմում, չի օգնում ինձ։ Գիշերները չեմ կարում գնամ, սրսկումեն չեմ գնում։ Ու շատ է ցավում։ Ասեցին բեր մի հատ էլ կուրս նշանակեն, գնա, հետո լավ կլինի։ Եկա 2 օր այդ դեղը խմա, երրորդ օրը ասի էլ չեմ խմելու ես։ Ինձ պետք է Տերը բուժի։ Ես հավատում եմ, որովհետև զգում էի, որ ես վատի եմ մտում ավելի։ Ուրեմն տրամադրությունը սնգած ցավերի մեջ տելևիզորը միացրի հեռուստացույց։ Դրել եմ Դերեկպրինսի քարոզն եմ նայում, բայց բան չեմ լսում այդ քարոզից։ Մտքերի մեջ, այդպես ցավերի մեջ, ոնց որ այդ ցավը իմ հետ խոսա, որ տես ինչքան բարդ է քո հիվանդությունը, որ անգամ բժիշկները չեն կարող հասկանալ, ես ինչ է քո հետ կատարվում, ոնց որ ինձ համոզում է, որ ես համաձայնվեմ այդ ցավի հետ, որ էս է։ Ու այդ պահին ոնց որ իմ ակաժները բացվեր, ես ձենը չէի լսում քարոզի։ Լսում եմ, որ Դերեկպրինսն ասում է հիմա ինձ հետ կրկնեք այս խոսքերը, ասեք այս խոսքերը, ու ես քարոզը չեմ լսել, բայց ուշադիր լսում եմ, ինչ պետք է ասի, ու ասում է ասեք այս խոսքերը, ես չեմ մեռնի, ես պիտի ապրեմ, որպեսզի Տիրոջ գործերը պատմեմ։ 3 անգամ կրկնեց ինքը, ես էլ իր հետ կրկնեցի, ուրախացա։ Ոնց որ ունենց հույսս ավելի էլի բան է լավ։ Հաջորդ օրը մեր տունը խմբակ էր, Աստված օրհնի լավ աղբորը գոհար քրոջը, եկան տեսան, որ ես վատ եմ։ Ու սրտանց աղոթին շնորհակալ եմ այն մարդկանց համար, գիտեք, ասես մի բան եմ հասկացել, էլի, որ ոտերի տակը քար են դնում, ոչ թե քարն են անում, այն զորավոր խոսքերի համար են, պատժեշկի համար, շնորհակալ եմ։ Զորություն էի ստանում, ավելի ոնց որ հավատքս պնդեր։ Աղոթեցինք հաջորդ օրը հովիվներ եկան ինձ տենալու աղոթելու։ Հետո Արտավազ աղբերն ինձ ասեց, մենք աղոթում ենք, բայց Աստված տարբեր միջոցներով է մարդկանց բուժում։ Օրինակ բերեց Նեհեմիային, Քույր Բարթեղյոնոսին, ու ասեց, ասես նման օրինակներ, հիմա մենք հավատքով աղոթում ենք, դու հավատքով պետք է ընդունես, թե Աստված ինչ միջոցով քեզ կբուժի, չենք կարող ասենք։ Այդ օրը իրիկունը, որ արդեն հովիվները գնացին, ուշեր գնացի, որ պարկեմ, տեսա դեղերը դրած է պահարանի վրա, ցավազրկող։ Մտքովս անցա, որ այդ դեղերը խմեմ, բայց ինձ մի քանի անգամ մի բան է, պատմություն է, միշտ հիշել եմ, էլի, ոնց որ Սուրբ Հոգին բերել է, ես հիշել եմ այդ պատմությունը, ինձ օգնել է, էլի, 90-ական թվերին, իրական դեպք է, էլի, որ տների մեջ խմբակ էին անում, մարդիկ ավտոներ չկան, ոտով էին նետում խմբակների, կարող ռայկոմից գային հրազդան, միկրո։ Այդ օրը առավոտից անձրև առնում, անձրևը չի կդրվում։ Երբ որ պաշտանունքը անում են, վերջացնում են, ասում են բերեք աղոթենք, որ անձրևը կդրվի եթանք տներով։
ու այդ որ աղոթքը անում են, պրծնում են, ամեն մեկը դուրը բացում է, իր զոնտիկը բացում է, թումա դուրս։ Ու ես հիմա նայում եմ այդ դեղերին, ասում եմ նոր հովիվները աղոթին իմ համար, եթե ես հիմա դեղը խմեմ, այդ պատմությունն եմ հիշում էլի, այսինքն անձրևը չի կտրվի, ոնց որ ես իմ զոնտիկը բաց է։ Դեղերի ազդեցության տակ կարամ քնեմ։ Բայց չասի Տեր ջան, ես հավատում եմ, որ դու պիտի բուժես, կարա մի քանի օր էլ տանջվեմ չքնեմ։ Բայց հավատքս քո վրա է, որ դու ես իմ բժիշկը, ուրիշ թե չեմ էտա։ Ժողովուրդ ջան, մի անգամուց հենց պարկանեց անուշ քնա, մի հատ էլաս տեսա։ Շատ հետաքրքիր էր, տեսա Լյով աղբերը, մեջտեղ Արտավազ աղբերը, Հակոբ աղբերն է կանգնած են, աստիճանները, իրանք մի հատ բարձր աստիճանի վրա են, ես մի հատ ներքև, Հակոբ աղբեր կողմն էլ մի շող կա, իրար է գալի, բայց դեմքը չեմ տենում ով էլի, հավատում եմ երևի Սուրբ Հոգին էր, ու Լյով աղբերը պիտի աղոթքը առաջնորդի, հենց նոր ոնց որ մի քանի բառ ասեց ու աղոթքը կանգնացրեց, ասեց այդ չենք աղոթում, իմ համար են աղոթում, ասեց այդ չենք աղոթում, ծերը պարզեց, ասեց դու պիտի աղոթես, քո համար դու պիտի աղոթես, նայեցի երկինք տեսա մի հատ շատ կապույտ սիրուն երկինք է բացված ու հովիվներին հասկացա, որ երկնքի առաջ, տիրոջ հրեշտակների առաջ հովիվների իմ աղոթքը պիտի սկսվի խոստովանությամբ, ու սիրտս բացեցի խոստովանությամբ, շատ նենց խորը, երկու փուլից էր այդ իմ աղոթքը, խոստովանությունը, երբ որ վերջացրի, շատ սրտանց, ընթախանձագին խնդրվածքով, երկար բառեր չէի ասում, ուղղակի հասկանում էի Աստծո մեծությունը ու ասում էի Տեր, իմ կյանքը քո ձեռների մեջ է, մահը կյանքը քո, եթե դու ուզում ես ես կապրեմ, եթե չես ուզի ես չեմ ապրի։ Ու սենց այն թախանձով էի խնդրում, էլի հայերը մի հատ լավ բառ ունեն, երևի ուրիշ ազգերը չունեն, այն ջիգյարով բառը, էլի ջիգյարով էի սենց խնդրում։ Մի խոսքով աչքերս բացի տեսա լույսը բացվել է, ես էլ տաքսան եմ, բայց նենց ափսոսում եմ, որ այդ պահը ոնց որ շուտ անցավ, էլի, բայց որ աղոթում էի ասեմ, զգացի, որ վերևից մի հատ սենց ջերմություն իջավ իմ վրա այդ պահին, ու խաղաղություն, ուրախություն մտավ իմ ներսը, ու մի հատ ձեն լսա, որ ասեց լավ է լինելու, եկավ իրիկուն, արդեն նենց այդ տաքսյան հետ այդ ցավելի լրիվ կորավ, լրիվ էլ ես ցավ չունեի, ոնց որ իմ կյանքում այդ ցավը չլներ, տնեսքին ասի ես բժշկվել եմ, Հիսուս ինձի բուժել է, ասի հավատում եք, որ Հիսուսը ինձի բուժել է, ասին հա, ասի դեպի իմ բժիշկները, որ բերել են, տվել են բանը, որ ինչ ուտեմ, ինչ չուտեմ, էլի մի խոսքով, հա, դիետան, հա, այդ արգելված բաները բերեք ես ուտեմ, ժարի տարած բան, կծու բիբար, տոմատի սոկ, մեկ էլ կոկա-կոլա, ժողովուրդ ջան, տիրոջ փառքի համար եմ ասում, ես սես ջիգյարով կերահետի, հիմա մերոնք սպասում են, տենում եմ, էլի, որ հեսա երևի պրիստուպները կբռնի, հիմի ու արգելել են շոկոլադ, թխված կրեմով, ասի հետ եմ ուտեմ, հիմի որ ուտում եմ, հիմա որ ուտում եմ, մերոնք ասում են, լավ բոլա, քիչ կեր, այսինքն սպասում եմ, որ կարող մի բան եմ, ասում եմ, Տերը բուժեց ինձի ժողովուրդ, հավատացեք, տնեցքին ասում եմ, Տերը ինձի բուժել է, ես զգացել եմ այդ Աստծո ներկայությունը։ Դրանից հետո կանգնա Տիրոջ առաջ աղոթքի գոհություն եմ հայտնում, ես երաշխի իրական տեսիլք տեսա, մի հատ մեծ ձոր էր, անդունդ էր, ես մի քիչ հեռու էի կանգնած, մոտ 20 մետր էր անդունդի լայնքը, այն կողմից մի հատ մեր բառով ասած ճոպան, հաց ճոպան, պարան եկել էր, ինձ կապել էր, ես չէի կարում շարժվեի, ու տեսա երկնքից մի հատ թուրի նման, սիրուն սես փայլուն, սես ձամ փաթիլի նման, սես ճորոլալով իշնում այդ թուրը, եկավ ինքան զգուշ սես կպնում էր ինձի, որ չվնասեր, այդ պարաները կդրվավ, ու ընգավ անդունդը, ես տեսա, ես հասկացա, որ Տերը լրիվ ինձի 100%-անոց բուժել է, փառք Տիրոջը, ինչ եմ ուզում ասեմ, ես մի բան հասկացա դրա մեջ, հավատացեք մի բան հասկացա, եթե Աստված ամբարիշտի մահը չի ուզում, առավել ևս իր զավակի մահը չի ուզում, հավատացեք, ինչքան էլ մարդ ուզում է ծանր վիճակի լինեն, ամենացածր կետում լինես, Աստված չի ուզում, այն թախանձագին խնդրանքը Աստված չի մերժում, մի բան եմ հասկացել, ասեմ ու ավարտեմ, Աստծո խոսքից ասում եմ, եթե բարեկամության համար Աստված չլի տա, անոր թախանձագին խնդրանքի համար կտա,
Այսինքն եթե մի բանի մեջ բարեկամության հարցն էլ չլուծվի, Աստված ասում է անորդ հաղանձագի խնդրանքի համար կտա։ Մի քանի օր հետո հեռախոսս բացում եմ, որ երկ նայեմ, որ հոգևոր տեսա մի հատ վերնագիր, կուզեմ, որ այդ վերնագիրն էլ այդ ինչ որ տեսել եմ էկրանի վրա մի րոպե չի տևի, նայեք։ Միմյանց խոստովանեք ձեր մեղքերը եւ միմյանց համար աղոթեք, որ բժշկվեք։ Սա ֆիզիկական բժշկության բանալիներից մեկն է։ Աստված ասում է. դուք գուցե կարիք ունենաք խոստովանել ձեր մեղքերը նախքան բժշկվելը, քանի որ ձեր չխոստովանված մեղքը պատնեշ է, որը հետ է պահում ձեր բուժումը ձեզանից։ Դա իհարկե միակ պատճառը չէ, կան բազմաթիվ այլ պատճառներ, բայց դա հնարավոր պատճառներից մեկն է։ Եթե ամուսինն ասում է իր կնոջը սիրելիս ների ինձ, ես քեզ ճիշտ չեմ վերաբերվել։ Ես շատ կոպիտ խոսեցի քեզ հետ։ Ես քեզ չտվեցի այն ուշադրությունը, որին արժանի ես։ Նա չի կարող հպարտանալ։ Այդպես է թե ոչ։ Կամ եթե կինն ասում է իր ամուսնուն ների ինձ, բայց ես քեզ երբեք չեմ տվել այն հարգանքը, որին արժանի ես դու։ Ես իմ սեփական գործն եմ արել, ինքս ինձ գոհացնելով կենտրոնացած եմ եղել ինձ վրա։ Ների ինձ։ Սա ինքներս մեզ խոնարեցնելու բանալին է։ Դա մեր մեղքերի խոստովանությունն է։ Աստված չի պահանջում, որ մենք խոստովանենք մեր գործած բոլոր մեղքերը, բայց եթե մենք հրաժարվում ենք մեղքը խոստովանելուց, ես չեմ հավատում, որ Աստված ներում է այն։ Մեսրոպի խոսքերից մեկը ուզում եմ հիշեցնեմ։ 14 օր օրը 15 դեղ ասիր, մոր մի հատ ուրիշ ռեցեպտ տանք։ 14 օր օրը 15 անգամ աղոթք։ Ինչ կարծեք, ավելի արդյունավետ չի լինի։ Աստված օրհնի ձեզ։